Վաշինգտոնի միջնորդությամբ ազատ արձակված բելարուսցի 250 քաղբանտարկյալներից 15-ը ժամանել է Լիտվա։ Մենք միշտ ուրախ էինք, երբ ինչ-որ մեկը ազատ էր արձակվում, բայց սա շատ անսպասելի էր։ Ես մենախցում էի, եւ հիմա այստեղ եմ, մենախցից ազատվելուց հետո։ Այնպես որ պարզապես պետք է սովորեմ որոշակի բաների, բայց նրանք մեզ չէին ասում, թե ուր ենք գնում, ուստի մինչև վերջ չգիտեինք։ Դա անակնկալ էր։ Վերջին 1.5 տարվա ընթացքում ես պահվել եմ խիստ պայմաններում, փակ բանտում։ Այնպես որ իհարկե ես ուրախ եմ, ես միշտ եղել եւ մնում եմ հայրենասեր, եւ այն փաստը, որ ինձ վտարեցին հայրենիքից, մեղմ ասած խորապես վշտացնում է ինձ։ Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ջոն Քուալի գլխավորած պատվիրակության հետ բանակցություններից հետո Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 3 ազատ է արձակել 250 քաղաքական բանտարկյալների։ Դրա դիմաց Միացյալ Նահանգները չեղարկեց որոշ բելարուսական ընկերությունների եւ հաստատությունների նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ։ Reuters լրատվական գործակալության Նյու Յորքում անցկացրած հարցախույզը բնակիչների եւ այցելուների շրջանում ցույց է տվել, որ շատերը դժգոհ, վախեցած եւ մտահոգ են Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի կապակցությամբ։ Անտարբեր մնալը դժվար է։ Ես ապրել եմ Վիետնամի, Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների ժամանակ։ Սա լավ չի ավարտվելու։ Եվ սարսափելի է այն գումարը, որը մենք այնտեղ ենք ծախսում։ Նկատի ունեմ հաշվի առնելով այստեղ առկա խնդիրները եւ այն օգուտը, որի համար այդ գումարը կարող էր ծառայել։ Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է հազարավոր զինծառայողների տեղաբաշխումը Մերձավոր Արևելքում իր գործողությունները ամրապնդելու համար։ Վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի օգտագործումը կարող է քաղաքական մեծ ռիսկեր առաջացնել Թրամփի համար, հաշվի առնելով, որ ամերիկյան հանրության շրջանում Իրանի դեմ արշավին աջակցությունը ցածր է։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգները, բայց ոչ աշխարհի առաջնությունը, քանի որ փորձում է խմբային փուլի խաղերը տեղափոխել Մեքսիկա։ Մեհդի Թաչը այս մասին ասել է իրանական Ֆարս լրատվական գործակալությանը ի պատասխան նախագահ Թրամփի այն նախազգուշացման, որ Իրանը պետք է բաց թողնի աշխարհի առաջնությունը ֆուտբոլիստների անվտանգության համար։ Մեքսիկան պատրաստ է հյուրընկալել Իրանի խաղերը, այս շաբաթ լրագրողներին ասել է նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։